Այն դեպքերում, երբ որ կանոնակարգ օրենքը երկակի մեկնաբանության տեղիք է տալիս, ինչը այս պարագայում չկա, դուք կարող եք բացել եւ կարդալ։ Կլսեք, կարող եք բացել եւ կարդալ այն պարագայում, երբ որ կանոնակարգ օրենքը մեկնաբանության խնդիր է ունենում, այդ մեկնաբանությունը կարող է տալ օրինակ պետաիրավական հարցերի համապատասխան հանձնաժողովը եւ ես պարոն Քոչարյանին ասել եմ, որ պետք է ինչ-որ լուծում գտնվի եւ իրավական առումով ինչ խնդիրներ գոյություն ունեն։ Այն մամուլում տեղ գտած տեղեկությունները, որ ինչ-որ միտում կա դա չհրապարակելու, սա ոչ թե հրապարակելու չհրապարակելու մասին, այլ հրապարակելու ձևի մասին է։ Այնուամենայնիվ, զեկույցը հրապարակվելու է, չի կարա չհրապարակվի։ Այլ հարցա, թե դա կարվի ինչ ֆորմատով, որովհետև եթե նույնիսկ դա մտներ լիագումար նիստ, եթե մտներ, որ կրկնում եմ, չէր կարող եւ չի կարող բոլոր իրավաբանական ձևակերպումները դրա մասին են խոսում, չի կարող մտնել, միևնույն է դա լինելու փակ ֆորմատով եւ ես չեմ բացառում, որ կարող են լսումներ լինել փակ ֆորմատով, որ կարող են ընդդիմադիր падգամավորներ, մեր падգամավորներ օրինակ գնալ գաղտնի բաժին ծանոթանալ, ես չեմ բացառում, որովհետև ինքներդ հասկացեք, հնարավոր չի զեկույց, որտեղ պայմանական կան մեր զորամասերի, մեր զինված ուժերի մասին տեղեկություններ լինեն ուղիղ եթերում, ուստի sense tenens կրկնում եմ, sense tenens դա հրապարակվել է, դա չի կարող չհրապարակվի։ Հրապարակային կներկայացվի։ Դա այո, հիմա քննարկում ենք իրավական ձևակերպում տալ, իսկ պարոն Քոչարյանի ասածը, Քոչարյանը ինչու էր այդպիսի ակնարկ անում, այսինքն ըստ էության ասաց, որ էլի չհրապարակվի, ասաց, որ մենք կհանդիպենք այս տաղավարում եւ կշարունակենք խոսակցությունը իրավական ճգնաժամից էր։ Գիտեք ինչ, վերցրեք կանոնակարգ օրենքը, վերցրեք, դուք բոլորը տառա ճանաչեք, վերցրեք, որ կարգավորումներով է։ Գրաված է, հանձնաժողով ստեղծելու մասը, շատ հեշտ է գտնել, եւ կարդացեք, բարձր կարդացեք, թող այդքան հետաքննող լրագրողներ կան, չէ՞, կա, չգիտեմ, հետ կա Civilnet-ը, կա տարբեր կազմող, դուք էլ նայեք։ Ազգային ժողովի նախագահային հանձնելուց հետո նախ ինքը իրավական առումով ինքը նույնիսկ չի հանձնել, իրավական առումով չի հանձնել։ Բան կա, խնդիր կա, այնտեղ իրան հարցրեք, թող ինքը բացատրի։ Այսինքն իր կողմից է խնդիր կա, լսեք, իր կողմից խնդիր չկա, սա մեկնաբանության խնդիր է։ Կրկնում եմ, այն դեպքերում, երբ որ մեկնաբանության խնդիր կա, ինչ պետք է անեմ ես, դուք, որևիցե մեկ այլ քաղաքացի, դիմում ենք համապատասխան մարմիններին, որոնք այդ ձևակերպումը մեկնաբանում են, այսինքն արդյոք այս նախադասությունը պետք է սենց մեկնաբանել, թե սենց չպետք է մեկնաբանել, այդ գործողությունները բոլորը իմ կողմից արված են, բոլոր պատասխանները ես ունեմ պատասխան ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի կողմից, ես ունեմ պատասխան ազգային ժողովի իրավաբանական վարչությունից եւ ես ունեմ իմ իրավաբանական կրթությունը եւ ես ունեմ նաեւ պարոն Սողոմոնյանի մեր քարտուղարության ղեկավարի մեկնաբանությունը, որոնք բոլորը իդենտիկ են։ Հիմա ինչի հետ կապված իդենտիկ կոնկրետ, որ լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա։